Բարև ձեզ, հարգելի դիտողներ, այսօր ուրբաթ է, հերթական ուրբաթը, մայիսի 8-ը եւ մենք հերթական անգամ ձեզ հետ պետք է այսօր փորձենք ամփոփել շաբաթը եւ գտնել այս շաբաթվա մեջ ամենակարևոր իրադարձությունները, սակայն պետք է սկսեմ նրանից, որ դեռևս ոչ շատ վաղուց ընդամենը 7 տարի առաջ այսօրը մենք բոլորս միմյանց շնորհավորում ենք Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Եվ հետո տեղի ունեցավ հետևյալը։ Մենք չգիտես ինչու որոշեցինք, որ սա կարևոր չէ։ Եկան մարդիկ, ովքեր ասեցին, որ պետք չէ այս ամենը գնահատել, օրինակ երկրապահ միության նախագահ դարձած Սամսուն Միքայելյանը ասեց, որ Նիկոլի հեղաշրջումը ավելի, նա ասեց հեղափոխությունը ավելի կարևոր է հայ ժողովրդի կյանքում, քան Արցախյան հաղթանակը։ Եվ մենք ասեցինք, այո, շատ լավ, հետո եղավ Նիկոլի հակառուսական գործունեությունը, մենք էլի ասեցինք շատ լավ, եւ շատ-շատերը ծափ էին տալիս Նիկոլին, շատ-շատերը դուրս էին եկել փողոց, որպեսզի ուրեմն Նիկոլի նման մեկին, այսինքն Նիկոլին եւ նրա նմաններին, այդ ուսապարկերին ողջունեն եւ կարգեն իրենց թագավոր։ Ինչու։ Մի մասը գիտեք ինչ, ես հիշում եմ, որ ինձ ասում էին փողկապով մարդ, ես հատուկ եմ այսօր փողկապով մարդ տեսնելուց պայթում եմ։ Այ լավ է Նիկոլը, որը որ այսպես անթրաշ, փնթի վիճակում, կեղտոտ բառապաշարով, անշնորհք, ուրեմն խոսելաձևով, այ նա մեր իսկական, մեր ժողովրդական մարդն է, իսկ դուք այ փողկապով մարդիկ, դուք շատ հերո եք ժողովրդից եւ այլն։ Ну եկավ այդ ժողովրդի մարդը, ոմանք դրեցին գլխների վրա, ոմանք գոռում էին հու, ոմանք դատարկ ուրեմն ափսեներ եւ ամաններն էին չրխկացնում, այո, ամեն ինչը տեսել ենք եւ երևի թե մի մասը պարզապես իսկապես վհատված էր նախկին իշխանություններից, չէ՞ որ շատ բան վատ էր, այո, շատ բան վատ էր, բայց դա չի նշանակում, որ եթե ինչ-որ բան վատ է, պետք է աչքերը փակ, ականջները փակ, ուրեմն վազել ամենահիստերիկ, բարձր գոռացող մեկի հետևից։ Բայց մենք ազգովի, այսպես ասած, կատարեցինք հետագայում հերթական սխալները եւ եկավ հասավ այս օրը, երբ որ մենք այլևս չենք կարող միմյանց շնորհավորել Շուշիի ազատագրման համար։ Մեղավոր է նաեւ մեր այն ազգային մտածելակերպը, որը որ շատ անգամ մարդիկ վերաբերում են Հայաստանին ոչ թե սեփական երկիր, հայրենիք, այլ վերաբերում են օֆիս, որպես օֆիս։ Նույնիսկ ես հիշում եմ այդպիսի մի կատակ կար, որը որ ցավոք սրտի կարելի ասել կատակի մեծ մասը այդտեղ ճշմարտություն է, երբ որ ասում են Հայաստանը երկիր չէ, այլ օֆիս է։ Շատերը գալիս էին եւ որպեսզի այդ օֆիսում փող աշխատեն, դիզեն եւ այդ փողով մեկնեն հիմնականում Միացյալ Նահանգներ այդ փողը վայելելու։ Մի մասը Եվրոպա, մի ավելի փոքր մաս Ռուսաստան, մի խոսքով օֆիսում աշխատում էին փող եւ մեկնում, որպեսզի նրանց երեխաները չծառայեն հայկական բանակում, որպեսզի նրանց թոռները չկանգնեն հայկական սահմաններին, որպեսզի նրանք ուրեմն հետագայում հանգարց այդ օֆիսում որպես կանոն թալանած փողը կարողանան մարսել։ Սա մեկ, երկրորդը իհարկե ինչու մենք չունենք Շուշին, որովհետև մենք շատ ագահ ժողովուրդ ենք։ Ում դնում ես պաշտոնի, սկսում է թալանել։ Ում դնում ես մի, այսպես ասած, տեղ, որտեղ պետք է աշխատել գումարի հետ, սկսում է թալանել։ Բոլորը փորձում են խաբել միմյանց։ Բոլորը փորձում են խաբել երկրին։ Բոլորը փորձում են խաբել բյուջեից փող դիզել։ Այ
Երկրորդ պատճառը հավանաբար դա է, որ մենք այսօր չենք կարող միմյանց այսօրով շնորհավորել Շուշիի ազատագրման համար։ Երրորդ պատճառը այն է, որ հավանաբար նախանձը, հայկական նախանձը, ինչի մասին բոլորս գիտենք, որը որ փաստ է, մեզ թույլ չտվեց, որպեսզի մենք այն սխալները, այն թերությունները, այն բացթողումները, որոնք շատ էին նախորդ իշխանությունների օրոք, որպեսզի մենք դրանք շտկենք, բայց ոչ թե ամբողջը ջնջենք ինչ որ կա, ոչ թե մենք փորձենք վատը դարձնել լավ, իսկ լավը ավելի լավ, մենք գնացինք այլ ճանապարհով։ Իդեպ որ ասում ենք մենք, ես ասում եմ հետևյալը, որ այո, ես էլ եմ հայ, որպես հայ մենք ենք դա արել, որովհետև ի վերջո դրանք մենք բոլորս ենք։ Բայց ես որպես անհատ իհարկե լրիվ հակառակ դիրքերում եմ եւ այն ժամանակ շատ իմ մոտիկ մարդիկ, ում վրա ճիշտ ասած միջև հիմա զարմացած եմ, դուրս եկան իմ դեմ, ինչ որ բաներ էին խոսում, ինչ որ բաներ էին բացատրում։ Այդ նախանձը թույլ չտվեց, որպեսզի մենք քայլ առ քայլ զարգանանք։ Այլ բերեց նրան, ինչին բերեց, որ այսօր մենք չենք կարող իրար շնորհավորել Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Հաջորդը, մենք չենք ուզում ծառայել բանակում եւ ուզում ենք այդ բանակը նույնպես դարձնել օֆիս։ Մենք ասելով այն գեներալները, սպայերը, ովքեր այդպիսին կային նախորդ իշխանությունների օրոք, նախորդ իշխանության օրոք, եւ Արցախում, եւ Հայաստանի այլ մարզերում, եւ ՊՆ-ում, եւ առավել եւս Նիկոլի օրոք։ Բանակը դարձրեցին օֆիս, օֆիսը դարձավ եկամտաբեր, բայց մենք այսօր չենք կարող շնորհավորել միմյանց Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Եվ վերջապես, բոլորը ասում են, լինի ով ուզում է, միայն չլինի Սերժը, եւ գնացին ընտրեցին ով ասեսին, ով ուզեսին։ Դա այսպես պատահեց, ամենապատահածին ընտրեցին, պատահեց Նիկոլը։ Ինչու պատահեց, դա իհարկե աշխարհաքաղաքական լուրջ խաղերի արդյունք էր, դա շատ ավելի բարդ process-ներ էր, բայց ի վերջո գնացին ընտրեցին։ Ընտրեցին եւ չմտածեցին, բայց չէ որ այս մարդը գրել է գիրք, որտեղ ուրեմն հրաժարվել է հայոց պատմությունից եւ պատմական ավանդույթներից։ Հայտարարել է, որ Արցախը ուրեմն մեզ պետք չէ, որ դա բեռ է։ Այս մարդը դուրս է եկել մեր գլխավոր պաշտպանության երաշխավոր Ռուսաստանի դեմ։ Այս մարդը ի վերջո պնդում էր, որ մենք պետք է դուրս գանք հապկից, պնդում էր, որ մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, որ մենք չպետք է ուրեմն զարգացնենք մեր հարաբերությունները, մեր ելի եմ ասում գլխավոր անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ եւ տնտեսական զարգացման երաշխավոր Ռուսաստանի հետ եւ դարապես պատմականորեն մեր ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք մեր փրկիչ Ռուսաստանի հետ, որտեղ մենք ինքնուրույն ցավոք սրտի 1000 տարի առաջ ինչպես կորցրեցինք պետականությունը, այդպես էլ չկարողացանք ինքնուրույն դա վերականգնել։ Մինչև չեկավ Ռուսաստանը, մինչև Ռուսաստանը չազատագրեց Արևելյան Հայաստանը, մինչև Ռուսաստան Արևելյան Հայաստան չվերադարձրեց հայերին, որտեղ մինչ այդ հայերը արդեն փոքրամասնություն էին, մինչև Ռուսաստան այդ փոքրամասնությունը չդարձեց մեծամասնություն, մինչև Ռուսաստանը չտվեց մեզ ի վերջո այն պետականությունը, որ մենք ունեցանք, մենք ինքնուրույն չկարողացանք դա անել։ Բայց մենք չենք սիրում դրա մասին խոսել եւ անգամ մտածել։ Մենք սիրում ենք կուրս ծեծել, գոռալ, ոգևորվել։ Արդյունքը եղավ այն, որ մենք այսօր չենք կարող միմյանց շնորհավորել Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Երևի բոլորն են մեղավոր, առավել մեղավոր են այն քաղաքական ուժերը, ովքեր Նիկոլին աջակցեցին, այն քաղաքական գործիչները, ովքեր Նիկոլին ծափահարեցին, համագործակցեցին նրա հետ, ծառայեցին նրան, մտան իր կառավարության մեջ, ստորագրեցին իր վարչապետ, այսինքն քվեարկեցին իր վարչապետ դառնալու օգտին եւ այլ եւ այլ։ Մենք անուն առանուն բոլորին ճանաչում ենք։ Այսօր նրանց մեծ մասը այն նրանց, ովքեր այն ժամանակ
գոռում էին Նիկոլ վարչապետ, քվեարկում էին Նիկոլի օգտին, ես անձամբ քվեարկել եմ 2 անգամ դեմ Նիկոլին, սպառնալիքի տակ դնելով ինձ, իմ ընտանիքը, իմ տունը, բայց ես քվեարկել եմ դեմ, իսկ նրանք քվեարկել են կողմ, որովհետև այդպես շատ հարմար էր, որովհետև դրանից հետո գալիս էր պաշտոն, դրանից հետո գալիս էր փող, բայց մի մասը ստացավ պաշտոն, մի մասը չստացավ, որ չստացավ նեղացավ, դարավ ընդդիմություն, հետո նրանք, ովքեր ստացան պաշտոն, տեսան, որ մի քիչ լավ չի աշխատելը Նիկոլի հետ, հրաժարվեցին, դարան ընդդիմություն, բայց հետո մի մասն էլ այդ պաշտոնը ստացավ, վայելեց, կերավ, խմեց, Նիկոլին ծառայեց, Նիկոլի ոտերը լպստեց, հետո ինչ-ինչ պատճառներով Նիկոլը դրանց շպրտեց դուրս և նրանք նույնպես դարձան ընդդիմություն, և այսօր այսպես լիքը ընդդիմադիրներ, լիքը, բոլոր դեպքերում ունենք այն, ինչ ունենք, ցավոք սրտի, հնարավոր չի, գիտեք, հնարավոր չի, ասենք, եթե, ասենք, մի բակում, իսկ Հայաստանը խոշոր հաշվով, աշխարհի մասշտաբով մի բակ է, մի շենքի բակ, հա, եթե մի շենքի բակում չկա լավ ֆուտբոլային թիմ, նա չի կարող լինել, որովհետև նա չկա, այդպես է, նույնը քաղաքականության մեջ, եթե չկան լավ քաղաքական թիմեր, նրանք չեն կարող լինել, քանի որ չկան, ինչ-ինչ պատճառներով, և հիմնական պատճառը այն է, որ մենք էլ եմ ասում, ոչ թե մտածեցինք, թե Նիկոլը Արցախի դեմ է, Ռուսաստանի դեմ է, բանակի դեմ է, տնտեսական մեր զարգացման հիմնական հիմքերի դեմ է և այլն, բայց գնացին մեր հայրենակիցների զգալի մասը այն ժամանակ մերժեցին ինձ և քվեարկեցին Նիկոլին։ Շատ ապրեք, բայց այսօր մի վհատվեք այսքան և ասեք ինչու չենք կարող շնորհավորել Շուշիի ազատագրման օրը։ Անցած գնացած պատմություն է, անցնենք այսօրվան։ Այսօրը կարևոր է ինչով, այսօրը կարևոր է նրանով, որ նորից ուրեմն գալիս է ընտրություն և շատերը հարցնում են, բա ում ընտրենք, բա ինչ անենք, ընտրեք նրան, ով որ ոչ Նիկոլ է, ոչ Նիկոլ է, որովհետև Նիկոլը դա միանշանակ կործանում է, մենք գիտենք հաստատ, որ Նիկոլը դա կործանում է, Նիկոլը դա Թուրքիայի և Ադրբեջանի ստրուկ դառնալու և Հայաստանը ի վերջո 10-15 տարի հետո փոշիացնելու, ոչնչացնելու ճանապարհ է։ Ոչ Նիկոլները նրանք են, ովքեր դեմ են Նիկոլի այս կամ այն քաղաքական գծին։ Ես այսօր չունեմ մի կուսակցություն իմ աչքի առաջ, որը իդեալապես, այսպես ասած, կարող եմ ասել, այս սրան քվեարկեք և ես վստահ եմ ամեն ինչ լավ կլինի։ Բայց ես վստահ եմ, որ եթե չքվեարկեք, մնաք տներում, մնաք, այսպես ասած, անտարբեր և ասեք դե Պողոսը կաղ է, հա, մեկը խուլ է, մեկը բան է, աչքը շեղ է, ուրեմն մենք նորից կհանձնենք ամեն ինչ Նիկոլին և Նիկոլա նմաններին, դա էլ է շատ կարևոր, կան Նիկոլա նմաններ, ովքեր ըստ էության նույն Նիկոլներն են, ովքեր նույն արևմտյան այս կամ այն եվրոպական, գլոբալիստական, ինչ-որ ուժեր են, ովքեր նպատակ ունեն նույն ինչ-որ Նիկոլը, Հայաստանը կտրել Ռուսաստանից և հանձնել Թուրքիային արդյունքում։ Ամեն մեկը մի ձևով, նոր բաներ են դուրս գալիս, ինչ-որ հին բաներ կան, նոր բաներ կան և այդ բաները ով որ ասում է Հայաստանը պետք է կտրել Ռուսաստանից տանել դեպի արևմուտք, իրականում դա գիտակցում է, որ Հայաստանը կտրելով Ռուսաստանից տանում է դեպի Թուրքիա, Թուրքիայի և Ադրբեջանի ենթակայության տակ մի տարածք։ Մենք շատ ենք խոսել դրա մասին և դրա համար նորից չկրկնեմ։ Ուրեմն ոչ Նիկոլին, ոչ նիկոլականներին սկզբունքով, այսինքն այն ուժերին, ովքեր գոնե հիմա, կարող է 2 տարի առաջ Նիկոլի ձեռքին սեղմում, բայց հիմա գոնե ուրեմն ընդդիմանում են Նիկոլին։ Պարտադիր պետք է գնալ մասնակցել, որովհետև եթե դու չես մասնակցում, դու կորցնում ես։ Չես մասնակցում ընտրություններին, կորցնում ես երկիրդ, կորցնում ես երեխայիդ ապագան, կորցնում ես տունդ, որովհետև
նայեք արցախցիների վիճակին, պատկերացրեք ձեզ մի քանի տարի հետո։ Այդ X պատճառով գնալ քվեարկել ոչ Նիկոլին եւ ոչ Նիկոլա նմաններին սկզբունքը այսօր ամենակարևորն է։ Ես ուզում եմ ձեզ բերեմ մի օրինակ, որը ապացուցում է, որ Նիկոլի այս վարած քաղաքականությունը, իբր թե Եվրամիություն, գրկախառնվում էին նույնիսկ մի քիչ անշնորհք աստիճանի Մակրոնի հետ, այս փոխադարձ ուրեմն հրճվանքները, չէ, փոխադարձ չէ, Նիկոլի հրճվանքը Ալիևի եւ Էրդողանի հանդեպ եւ այդտեղից Ալիևի Երևանը Իրևան կոչելու ուրեմն քայլը, այդ ամենը ուրեմն մենք տեսել ենք եւ դա շատ վտանգավոր ճանապարհ է, ինչու, որովհետեւ ես մի օրինակ բերեմ։ Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ, ապրիլի 19-ին Բուլղարիայի, իսկ Բուլղարիան Եվրամիության անդամ է, Բուլղարիայի ղեկավար ընտրվեց Ռումեն Ռադևը, որը որ ունի եվրոսկեպտիկի համբավ եւ այսպես ասած ավելի շատ ռուսամետ գործչի համբավ։ Ինչու ընտրվեց Ռումեն Ռադևը, իսկ ամբողջ պատասխանը լոլիկի մեջ է։ Բանն այն է, որ ժամանակին սոցիալիստական Բուլղարիան աշխարհում առաջի տեղն էր գրավում լոլիկի արտահանման արդյունքներով։ Բուլղարական լոլիկը դա նույնն է ինչ որ հայկական ծիրանը, այսինքն իրանք այնքան են հպարտանում իրենց լոլիկներով, որտեղ իրենց լոլիկը ինչ որ հատուկ սորտի լոլիկ է, հատուկ տեսակի, շատ համեղ է, շատ ուրեմն բուրավետ է, եւ ուրեմն նրանք շատ էին հպարտանում բուլղարական լոլիկով, որով ծածկել էին աշխարհի բավականին մեծ շուկայի հատված 500,000 տոննա։ Ձեր կարծիքով ինչքան է այսօր Բուլղարիան արտադրում լոլիկ։ 2% այն արտադրանքի ինչ որ ուներ, 2%։ Ընդամենը 10,000 տոննա։ Ինչու, որովհետև կա եվրոպական գյուղատնտեսական ստանդարտներ, եւ այդ ստանդարտները հետեւյալն են։ Նախ առաջինը, դու պետք է վերցնես սերմերը այնտեղից, որտեղից պետք է, դու պետք է զարգացնես այն սորտերը, որոնք իրենք համարում են անհրաժեշտ, եւ դու պետք է ի վերջո շուկայում ունենաս քո տեղը, որը քեզ ցույց կտան, այ քո տեղը սա է, եւ 500,000 տոննա արտադրող եւ արտահանող Բուլղարիան այսօր արտահանում է 10,000, այսինքն ընդամենը 2%, 50 անգամ պակաս։ Եվ դրա համար բուլղարացիները հասկացան, որ այսպես ուրեմն ապրել հնարավոր չէ։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ էր, նույնը այլ ոլորտներում։ Եվ նրանք ընտրեցին Ռումեն Ռադևին։ Մեկ այլ օրինակ, Մոլդովան, որը որ մասամբ արդեն դարել է Ռումինիայի ինչ-որ տարատեսակ, Ռումինիայի ենթակա վասալային տարածք, ինչպես Հայաստանը դարձնում են Թուրքիայի համար վասալային տարածք, Մոլդովան արդեն դարձել է Ռումինիայի համար վասալային տարածք, այսպես ասած, նրա երկրի ղեկավարը, երկրի պրեզիդենտը Ռումինիայի քաղաքացի է։ Էլ ինչ Մոլդովայի սուվերենության մասին կարելի է խոսել, այսպես ասած, միֆ, որը որ մենք բոլորս հասկանում ենք, որ այդպիսին է։ Բայց ես էլի ուզում եմ բերեմ թվեր։ Ժամանակին Մոլդովան արտադրել է 450,000 տոննա խնձոր։ Այդ 450 տոննայից 24 թվականին մեծ մասը գնացել է Ռուսաստան եւ փոքր մասը Եվրամիություն։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, թե ինչքան մասն է գնացել Եվրամիություն, որի հետ Մոլդովան արդեն, ասում եմ, Ռումինիայի որպես ենթակա տարածք, կարելի է ասել սերտաճել է, ունի ընդհանուր սահմաններ եւ այլն։ Գնացել է 21,000 տոննա, 450,000-ից 21,000 տոննա։ Մնացածը գնացել է Ռուսաստան։ Բայց հետո Ռուսաստանը ասեց, գիտեք ինչ, ես ձեր խնձորի կարիքը չունեմ։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ հետևյալը, որ Մոլդովայում կար 400,000
հեկտար հողատարածքներ, որը որ մշակվում էր գյուղատնտեսության համար։ Ինչքան է այսօր մնացել 100 անգամ պակաս։ 100 անգամ պակաս։ Ինչը բերեց նրան, որ մոլդովացիները թողեցին իրենց երկիրը եւ ցրվեցին աշխարհով մեկ Ռուսաստան, Եվրամիություն եւ այլ տարածքներ։ Այս այն ուրեմն տնտեսական, գյուղատնտեսական այն ռումբն է, որը որ դնում է Եվրամիությունը այն երկրների տակ, որոնք հանձնվում են եվրոպացիների ուրեմն խղճին, ասենք։ Եվ ուրեմն տեսեք ինչ է կատարվում Հայաստանում։ Մենք անցյալ մեր հաղորդման ժամանակ քննարկեցինք, որ հայկական ծիրանի 86% արտահանվում է Ռուսաստան եւ միայն 4% Եվրամիություն։ Դուք հասկանում եք, չէ՞, որ նույն բուլղարական պամիդորի եւ մոլդովական խնձորի ճակատագիրն է սպասում հայկական ծիրանին։ Այդպես որ ծիրանի այգիների սեփականատերեր, այն քաղաքացիները, ովքեր սիրում են հայկական ծիրանը, այն վերամշակող գործարանները, որոնք փակում են, կոնսերվացնում են հայկական ծիրանը ջեմերով, մուրաբաներով, հյութերով եւ այլն, իմացեք, որ ինչ որ եղավ Բուլղարիայում 10 տարի առաջ, ինչ որ եղավ Մոլդովայում 2-3 տարի առաջ, նույնը կլինի Հայաստանում շատ շուտով։ Ինչու շատ շուտով, որովհետև այս որ եկան եվրոպացիների այս կրկեսը այստեղ անցկացրեցին, փաթաթվեցին միմյանց, գրկախառնվեցին եւ Նիկոլը գլուխ կոնձեր տալիս, որպեսզի ցույց տա ինչքան նա սիրում այդ եվրոպացիներին, ասեցին հետեւյալը, որ հայկական գյուղատնտեսություն, ոչ միայն ասեցին, ստորագրեցին, որ հայկական գյուղատնտեսությունը արդեն մինչև 27 թվական, մի քանի ամիս հետո, պետք է անցնի եվրոպական ստանդարտների։ Ինչ է նշանակում եվրոպական ստանդարտներ։ Առաջին հերթին, ինչ որ արդեն ստորագրվել է, սերմերի 40%-ը պետք է գա Եվրոպայից։ Ինչ է նշանակում սերմերի 40%-ը Եվրոպայից։ Առաջին, նրանց մեծ մասը գենետիկորեն մոդիֆիկացված են, իսկ դուք հասկանում եք, ինչ ենք ուտելու մենք, ինչ են ուտելու մեր երեխաները։ Երկրորդը դա սորտերի հարց է։ Հայկական սորտերը, ինչպես տեսնում եք, վաղուց սկսել են դուրս մղվել եւ խաղողագործությունից, եւ հենց լոլիկի արտադրությունից, եւ մի շարք բանջարեղեններից, մրգերից եւ այլ։ Հայկական սորտերը ձմերուկ եւ այլ, ինչ որ մենք տեսել ենք, ասենք 30 տարի առաջ, այս սորտերը այսօր շատ հազվադեպ են պատահում, որովհետև արդեն իսկ այս սորտերը կամաց դուրս են մղվում այդ եվրոպական անորակ, անհամ, անպիտան սորտերի պատճառով, բայց նրանք կարող են լինել ավելի բերքատու։ Եվ ուրեմն այդ գենետիկորեն մոդիֆիկացված ոչ հայկական սորտերը եւ ի վերջո Եվրոպայից ստացվող սերմերը դարձնեն մեր գյուղատնտեսությունը արտաքին կախվածության մեջ գտնվող մի գյուղատնտեսություն, որը կամաց կմեռնի եւ կվերջանա։ Ինչին դա կբերի, հասկանալի է, մեր գյուղացիները կսկսեն փնտրել ապրուստ այլ երկրներում եւ դա կբերի իհարկե գների բարձրացմանը մեր խանութներում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով դուք պետք է ընտրեք, եթե ցանկանում եք այսպիսի ապագա, խնդրեմ, ուրեմն դա նույնպես կարող եք ընտրել, այդ դեպքում գնացեք ընտրեք Նիկոլին։ Բայց եթե դուք չեք ուզում այսպիսին ապագա, ապա միակ տարբերակը էլ եմ ասում մասնակցել եւ մասնակցությամբ ընտրել նրանց, ովքեր ոչ Նիկոլ են, ոչ Նիկոլան նման։ Ավարտելով այսօրվա մեր զրույցը, ես ուզում եմ խոսել վաղվա օրվա խորհրդի մասին։ Իսկ վաղը մայիսի 9-ն է մեծ հաղթանակի տոն։ Այդ հաղթանակը մեր հաղթանակն է, որովհետև մենք եղել ենք մեծ խորհրդային միության հավասար 15 հանրապետություններից մեկը։
Եվ մենք պաշտպանել ենք մեր երկիրը։ Եվ մեծ երկիրը, Խորհրդային Միությունը, եւ մեր փոքր երկիրը Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը սովետական սահմանադրությամբ եղել է ինքնուրույն պետություն։ Եվ որը եղել է մեր ժողովրդի ոսկե դարը։ Որովհետև մենք այսքան ժամանակ, ինչքան եղել է Խորհրդային Միությունը, մեր սահմաններից, մեր հողի վրա, մեր քաղաքներում եւ գյուղերում թուրք չի եղել, թուրք զինվոր չի եղել, թուրք զավթիչ չի եղել, կոտորած չի եղել, պատերազմ չի եղել։ Մենք ապրեցինք խաղաղ ժամանակահատված։ Ինչու? Որովհետև սահմանը պաշտպանում էր խորհրդային բանակը։ Եվ այո, դա մեր տոնն է, որովհետև մենք կռվելով ֆաշիզմի դեմ, կռվելով զավթիչների դեմ, կռվելով խորհրդային բանակի շարքերում կարողացանք ապահովել այն, որ թուրքը չմտավ 42 թվականին, ինչպես պլանավորում էր, չմտավ Հայաստան եւ չկազմակերպեց այսպիսի կոտորած, ինչպիսին կազմակերպեց Արևմտյան Հայաստանը։ Որ չգիտի ասենք, որ թուրքական բանակը կանգնած էր սահմանին, պատրաստ էր ներխուժելուն, եւ երբ որ թուրքը պարզապես տեսավ, որ Ստալինգրադյան ռազմաճակատում գերմանացիները եւ նրանց օգնող տարբեր եվրոպացիներ կոտորվեցին, ջախջախվեցին, նոր թուրքը ուրեմն չանցավ Արաքս գետը։ Հակառակ դեպքում, եթե մենք չհաղթենք Ստալինգրադում, թուրքը կանցներ գետը եւ ուրեմն դա պատմական փաստ է եւ ինչքան կան տգետներ, ովքեր կլինեն տգետներ, ովքեր կխոսեն ուրիշ բաների մասին, դա պատմական փաստ է, գիտեք ինչ, ուրեմն իհարկե կան մարդիկ, ովքեր ասում են, որ ոչ թե լուսինն է պտտվում երկրի շուրջ, այլ երկրագունդն է պտտվում լուսնի շուրջ, դե հիմա կան նաև այդպիսի տգետներ, բայց կան նաև գիտություն եւ կա գիտական փաստեր։ Այստեղ նույնպես շատ կարևոր է, ով ինչպես է վերաբերվում մեծ հայրենական, իսկ դա իսկապես մեծ հայրենական, մեծ հայրից համար հայրենական պատերազմ էր։ Ով ինչպես է վերաբերվում եւ վերջերս նորից թարմացավ այն խոսակցությունը, իսկ ով էր Նիկոլի Պապը։ Այ կա տեսակետ, որ Նիկոլի Պապը դավաճան էր։ Գերվել էր, անցել էր գերմանացիների կողմը եւ հետո ուրեմն ինչ որտեղ զոհվել էր։ Կան տարբեր տեսակետներ, Նիկոլը գուցե այդ տեսակետին համաձայն չի, բայց այդ տեսակետը ունի բազմաթիվ ուրեմն հիմնավորող, այդ վարկածը ունի բազմաթիվ հիմնավորող փաստեր։ Իմ պապը կռվել է ֆաշիստների դեմ։ Իմ պապը եղել է գնդապետ, կռվել է ֆաշիստների դեմ։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե պապերը, մեր պապերը ովքեր են։ Եթե մեր պապերը կռվել են ֆաշիստների դեմ, եթե մեր պապերը պաշտպանել են սովետական միությունը, այդ թվում պաշտպանել են սովետական Հայաստանը, մենք մի կերպ ենք մտածում։ Բայց եթե ոմանց պապերը եղել են դավաճան, եղել են պոլիցայ, եղել են, անցել են ուրեմն մեր երկրի թշնամիների կողմը, կամ եղել են դասալիկ, կամ եղել են վախկոտ եւ մտել են թախտի տակ, ուրեմն դա այլ պատմություն է եւ այլ մարդիկ են։ Դրա համար էլ շատ անգամ մենք միմյանց չենք հասկանում։ Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին վաղվա տոնի կապակցությամբ։ Մենք այն ժողովուրդն ենք, որը քիչ ցավոք սրտի, քիչ պատմական հաղթանակներ կարող ենք թվարկել։ Մենք ավելի շատ կորուստներ ենք թվարկում։ Բայց այդ պատմական հաղթանակների մեջ շատ մեծ տեղ է գրավում մեր ժողովրդի հաղթանակը հայրենական պատերազմում եւ վերջո երկրորդ համաշխարհային պատերազմում։ Այն ժողովուրդները, ովքեր ունեն այդ նվաճումը հայրենական պատերազմում կամ համաշխարհային պատերազմում հաղթանակը, այդ ժողովուրդները փորձում են դա ի ցույց դնել ամբողջ աշխարհին։
Մերոնք, ինչպես շատ անգամ լոգիկային և պարզ տրամաբանության հակառակ, ոմանք փորձում են ուրեմն դա նսեմացնել։ Զարմանալի է, ժողովուրդը ունի մեծագույն զրկանքների հետևանքով արդյունքում ունի հաղթանակ և փոխանակ ամեն տեղ ասի, որ մենք հայերս երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող ժողովուրդ ենք և հպարտանանք մեր հաղթանակով և ցույց դնենք դա, մենք ուրեմն ոմանք մեզանում ուրեմն փորձում են ցեղ շպրտել այդ հաղթանակի վրա։ Այդ ցեղ շպրտելու պատճառով իդեպ մենք այսօր չենք կարող միմյանց շնորհավորել Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Բոլորիդ վաղը լավ տոնական տրամադրություն, հպարտացեք մեր հաղթանակով և ուրախացեք այդ օրվա կապակցությամբ։ Բոլորին հաջողություն։